տեղյակ եք նախ, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր է Facebook-ում ստատուսներ է գրում կաթողիկոսի հետ կապված։ Ասենք ինքը ով է, ինչ իրավունք ունի կաթողիկոսի քննադատել։ Կա իրան մոտը տենց իրավունք Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ կա տենց բան։ Ես զարմանում եմ, որ դուք այդ հարցը տալիս եք։ Դուք ինչ կարծիք ունեք այդ ստատուսների մասին։ Այդ ստատուսների մասին կարծիք ունեմ, որ ինքը իրավունք չունի։ Ոչ բարոյապես, ոչ մարդկայնորեն, ոչ էլ այդ բառապաշարով կաթողիկոսին քննադատելու կամ չքննադատելու։ Իր արածներից հետո ինքը իրավունք չունի ընդհանրապես այդ թեմայով ոչ Հայաստանի, ոչ էլ եկեղեցու հանդեպ իր այդ արտահայտություններն ու այդ ամեն ինչը։ Նպատակը ո՞րն է ըստ ձեզ վարչապետի ինչ է ուզում հասնել։ Վերջնականորեն Հայաստանը քանդելու Թուրքիի հպատակության տակ ներքաշելու նպատակ, ուրիշ։ Նա ասում է ես որպես եկեղեցու հետևորդ եմ այդ հարցը առաջ բերել։ Բա մենք ինչ ենք, եկեղեցու ինչ ենք, մեր ազգը, որ այսքան տարի պաշտպանել է եկեղեցին ու կրոնը, քանի հազար տարվա պատմություն ունի։ Ասենք ես կարող եմ գրագետ տղա եմ, դուք գրագետ։ Հայաստանը քանի հազար տարվա պատմություն ունի։ Եկեղեցին չի պաշտպանել մեր ազգությունը, մեր ինքնուրույնությունը։ Հիմի նոր դարել է այն պահը, որ իրանք մեր ազգը պաշտպանում են Թուրքի լծի տակ են տանում մեզ, իսկ եկեղեցին արդեն դարել է իրանց թշնամին։ Դուք տեսնում եք եկեղեցուն, այսպես ասած, ճակերտավոր ասած մաքրելու հարց թե ոչ։ Առաջի հերթին մարդ ինքը պետք է մաքուր լինի, հանձինս ինձ, որ նոր ուրիշի մաքրության մասին խոսա։ Ունեն իրանք այդ մաքրությունը, այդ իրավունքը, որ ուրիշի իրավունքների մասին, ուրիշի մաքրությունների մասին խոսա։ Չունեն այդ իրավունքը։ Իրանք այդ իրավունքը 18 թվից հետո լրիվ աղավաղի ու այլանդակել են։ Ես էլ ընդհանրապես չեմ էլ ուզում այդ թեմայի մասին խոսամ ու իրանց մասին իր անունը տալուց իմ մոտ զզվանք առաջանում։ Խնդրում եմ սրանով վարչապետի բա էլում իրանք անենց հիասքանչ տողեր ու բառեր են արտահայտում ինքնիշխանության, ես իմ ինչի մասին, որտեղ է ինքնիշխանություն բանը, Թուրքի լծի տակ պահելով Հայաստանում, երբ որ Ադրբեջանն ու Թուրքիան ձեզանից պահանջում են ամեն ինչ, դուք լրիվ զիջում եք իրանց, դրանով դուք ինքնիշխան եք դառնան, մենք ինքնիշխան ենք եղել մինչև 18 թիվը, դրանից հետո էլ մեր մոտ չկա, ոչ ինքնիշխանություն, ոչ էլ արժանապատվություն, թեման փակեցինք, այլևս դրա մասին Նիկոլ Փաշինյանի մասին հարցեր չտակ։ Ինձ էլ ով որ այդ տակը կոմենտներ կգրի բան կանի, ես կդառնամ են Էշմիածնեցի լավ տղեն, են որ ասում է բարե Փաշօղլի էլի ես եմ։ Դրա նման տակը ինչ ինքը գրի 45 պատիկը կգրեմ իրան, ուրիշ։ Վեհապար Հայրապետը ձեր գյուղից է, չէ՞, ճիշտ եմ հիշում, հա։ Ճանաչում եք նրան։ Այո։ Հաճախ եք գյուղում լինում։ Այո։ Ես ամեն ասենք կարող է 3 օրը 4 օրը մեկ կա իր տուն ընդեղից գալիս է մեր կենտրոնը նոր մեքենան գալիս է իրեն տանում է վեհարան իջնում է շփվում է հա ժողովրդի հետ բոլորի հետ հիշում հարցնում ասենք այս ջայլը ունտեղն է ջայլը ունտեղն է որ հիշում է ասում է հա լավ տղա է լավ հայրիկ է ուրիշ Իսկ այս թեմաներից հետո եկել եք գյուղ։ Դες մի քանի օր այս գյուղում այդ երեկոյան պահերին չեմ եղել, կարող է եկել է չեմ նկատել։ Չեմ տեսել։ Դուք ունեք հարց վեհապարին, վեհապար Հայրապետին ունեք հարց այդ թեմաներով, թե ոչ։ Ինչի համար։
Այն ինչ հիմա առաջ են քաշում։ Ով, Իշխանությունը որ։ Հայաստանի։ Այդ պիտի լեգիտիմ լինի, որ ինքը կարանա առաջ քաշի, թե չէ։ Դուք մտածում եք, որ ինքը լեգիտիմ է, որ այդ հարցը առաջ քաշի։ Իսկ իր հարցերը լրիվ արդար են։ Դուք օրինակ վեհապարին որ տեսնեք այդ թեմայով հարց կտաք, թե ոչ։ Ով եմ ես, որ իրան այդ թեմայով հարց տամ։ Ու իրան այդ թեմայով ոչ մեկն էլ իրավունք չունի հարց տալու։ Դուք հիմա ինչ կարծիք ունեք, որ Նիկոլ Փաշինյանը այսպես գրառումներ է հա Facebook-ում գրում, ասում է Գարեգին երկրորդ կաթողիկոսը զավակ ունի եւ այլն, այս իրավիճակի հետ կապված դուք ինչ կարծիք ունեք։ Դե իրավիճակի հետ իհարկե ես համամիջ եմ Նիկոլ Փաշինյանի հետ, ու ասելով չի։ Իհարկե ես այդ կարծիքին չեմ, որ ինքը ասում է կամ ես շատ ես չգիտեմ ինչ խի ասեմ, խի չասեմ, բայց ինքը իրավունք չունի տենց մասսական տենց բաներ ասի։ Որտեվ այդ ինձ մի հարց է, որ ասելով չի, ես էլ շատ բան կարամ ասեմ, դե ասելու մեջ ճշտություն լինի, իրավունք լինի կամ բան լինի, ես էլ շատ բան կարամ ասեմ, որ սենց է, բայց դե ամենայն դեպս դա շատ վտանգավոր բան է, ինքը իրավունք չուներ տենց բաներ ասել։ Իսկ ինչ վերաբերում է ճիշտ է թե սխալ է, մենք ով ենք այդ հարցին ասենք կամ թե պատասխանենք այդ հարցին, որ ասենք սենց է, նենց է։ Օրինակ ես կոնկրետ ինձ եթե ուրիշ տեղ մեկը հարցնի ճիշտ է թե չէ, ճիշտ ասես բան, ես իհարկե կասեմ, որ ճիշտ չի։ Իհարկե կասեմ ճիշտ չի։ Ճիշտ չի, որտեվ այս գյուղում ծնվել ենք, այս գյուղում մեծացել ենք, ես նման բան երբևիցե լսած չկամ։ Երբևիցե լսած չկամ, որ մեկը թեկուզ ինչ-որ մի առիթով կամ թե ինչ-որ մի տեղ կամ անկախ են բանից լավ վատ հարաբերությունների մեջ նես բան արտահայտի։ Մենք միշտ էլ հարգանքով ենք վերաբերվում մեր վեհապարին, միշտ էլ հարգանքը կա բոլոր գյուղացիների կողմից։ Այդքան բան, ուրիշ եթե ուրիշ հարցեր կան։ Բայց Նիկոլ Փաշինյանի նպատակը ո՞րն է։ Չգիտեմ։ Այսինքն ինքը կիմանա այդ նպատակ։ Եթե ես կոնկրետ ասեմ նպատակը որն է, իմ կարծիքը ասեմ նպատակի համար, կարող իմ կարծիքը ճիշտ չլինի կամ չլինի, ես չեմ ուզում իմ կարծիքը կոնկրետ ասեմ, որ ես այս կարծիքին եմ։ Բայց ամենայն դեպս ինքը գիտի թե ինչի համար, ես ինչ իմանամ, ինչ հանձնարարություն է կամ ասածա, ինչա ես չգիտեմ, չեմ կարող։ Եկեղեցուն վարկաբեկելու փորձ տեսնում եք այսպիսով։ Իհարկե։ Եկեղեցու վարկաբեկելու փորձ է։ Իհարկե։ Միակ նպատակն է դա եկեղեցուն վարկաբեկել։ Իսկ ձեզ ինչու ամենայն հայոց կաթողիկոսը միանգամից այդ հարցին չի պատասխանում թեման փակելու համար։ Դե ես նորից եմ կրկնում, որովհետև ես իրավունք չունեմ այդ հարցին պատասխանեմ կամ ես ով եմ ասեմ, որ խի չի պատասխանում կամ խի ուշացնա պատասխանը։ Իրանք գիտեն, իրանցները ես ով եմ ասեմ, Սուսի տեղեկություններին չեմ պատասխանում։ Ասեմ խի չի պատասխանում կամ խի է պատասխանում։ Այսինքն իրանք գիտեն։ Դուք ինչ կասեք։ Ինչ ասեմ, 30 տարի Արցախը Հայաստանը բայց դեպտենը Փաշինյանը եկավ ստորագրել Ղարաբաղը Ադրբեջանն, նա 30 տարի հունտավ Ադրբեջանից լամյան եկավ իրան տրա։ Փաշինյանը չկուտորում զաստի։ Դուք ինչ կարծիք ունեք այս Նիկոլ Փաշինյանի գրառումների հետ կապված կաթողիկոսի մասին։ Բան չունեմ այ ախպետում։ Ինչ կարծիք ունեք այս վերջին զարգացումների մասին, Փաշինյանի ստատուսների վեհապարի։ Փաշինյանի անունը մի տուր։ Ինչու։ Չենք սիրում իրան։ Ստատուսները կարդում եք կաթողիկոսին ուղված։ Չէ։ Հիմա գիտեք ինչ հարց է բարձրացնում։ Գիտենք ինչ հարց է բարձրացնում, բայց ոչ մենք լսում ենք իրան, ոչ էլ ուզում ենք լսել։ Բայց ձեզ ինչու է այդ հարցը բարձրացնում։ Չգիտեմ։ Ուզում է Հայաստանը վերացնի, հայ ազգը վերացնի, թողնի ցեղախումբ։ Այդ հարցի պատասխանը բայց ձեզ հետաքրքրում է, թե ոչ։ Չի հետաքրքրում։ Ես շատ հայրենասեր եմ։ Չէ, վեհապարի այդ Նիկոլ Փաշինյանը, որ ասում է զավակ ունի, այդ հարցի պատասխանը ձեզ հետաքրքրում է, թե ոչ։ Ոչ չի հետաքրքրում, որովհետև սուտ կեղծիկ լուրեր են։ Ինչու է կեղծիկ տարածում Նիկոլ Փաշինյանը։ Վերջ։ Դուք ինչ կասեք։ Ես ասել եմ բան չունեմ տղես։ Մի երկու բառ էլի Հոգնել ենք, ես կյանքից հոգնել ենք, ամեն ինչից։
Նիկոլ Փաշինյանի ստատուսների հետ կապված ինչ կա։ Ոչ, ես չեմ հետաքրքրում քաղաքականությունով, ընդհանրապես։ Իսկ այն թեման, որ կաթողիկոսի հետ կապված բացել է։ Հետաքրքիր չի ինձ։ Դուք այս Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցից տեղյակ եք։ Այո, տեղյակ եմ։ Ինչ կարծիք ունեք դրա հետ կապված։ Դե գիտես ինչ, էդի արդեն իմ անձնական կարծիքն է։ Ես կարծիք չունեմ, սովորական աշխատող մարդ եմ։ Փաշինյանը ինչ կարծիք է տվել, ինչ է ասել, ոնց է ասել, երբ է ասել, ինչ ձևով է ասել։ Գիտես ինչ, էդի քաղաքական հարցեր են, որ ես դրանցով չեմ։ Facebook-ում գրել է, որ վեհապար հայրապետը երեխա ունի։ Բա ես ինչ իմանամ ունի թե ոչ։ Ես կարող եմ իմանամ։ Դա եթե այդ երեխեն կա, հիմա գիտությունն այնց դարում ենք ապրեմ, որ կարա գիտես է ուտալի։ Դնենք, դնը թե անեն վերջանա գնա։ Եթե կա այդ անձնավորությունը, եթե չկա, ուրեմն զպարտում են։ Կաթողիկոսը ձեր գյուղից է, չէ։ Համա գյուղացին է, այո։ Եթե այդպիսի բան լիներ, գյուղացիները կիմանային թե ոչ։ Դե դա գաղտնիք է եւ գյուղացիների համար, եւ ասենք բոլոր մարդկանց համար։ Միայն էդի կարա հաստատի իր հետի կողակիցը, ով որ եղել է։ Ով որ եղել է։ Դա անեն չի, որ ընդհանուր համապետական կամ ասենք մարդկային ձևով եղածելի։ Դա երևի գաղտնիք է ով եղել, կամ ինչ-որ միջամտությամբ ա եղել, կամ պատահական ա եղել, ամեն ձև էլ լինում է, էլի։ Բայց ընդհանրապես պետք է Նիկոլ Փաշինյանը այդպիսի հարց բարձրացնի թե ոչ։ Գիտես ինչ, դա արդեն եկեղեցու կանոնակարգի մեջ ա մտնում։ Երկրորդը եկեղեցին, սպասավորները թույլ պետք է չտային, որ ասենք երկրի ղեկավարը նման արտահայտություն աներ վեհապար հայրապետի հանդեպ։ Ինչ պետք է անեին, որ թույլ չպետք է տային։ Այսինքն վեհապար հայրապետը, ասենք այդ սպասավորները, աշխատողները պետք է իրանց ընենց պահեին, որ աման չէին իրենց հետ խոսալու։ Բայց հիմա արդեն բան է եղել, հասկանում ես, ամեն մարդ իր համար, ոնց ունում անում, այդ է եղել։ Թե չէ առանձնապես շատ մեղք են, մեր ժողովուրդը շատ մեղք են։ Այն ժամանակ էլ ոչինչ, մի քիչ վանքի հետ, ասենք շփվում էին, գնում էին, գալիս էին։ Հիմա էլ են շփվում, բայց ինչի, էլի իմ կարծիքն եմ ասում։ Միգուցե ես սխալ եմ արտադրում, բայց դե երկրի ղեկավարը չի կարելի էլ այդպես էլ ասել։ Նա կարելի էր կանչել, կամ ասենք ինքը անձամբ գնար վեհապարի մոտ, նստեին, ասեին, խոսեին։ Հետո երբ որ վեհապարը ասում են ինքը մասնակցել է այս քաղաքական գործընթացներին, կամ ասենք եթե ինքը չի մասնակցել, ինքը տեղյակ է եղել քաղաքական այն գործընթացներին, որպեսզի նեն ասենք այն մեր Սրբազան Բաքրատ Գալստանյանը, մի քանի այդպիսի ասենք սպասավորներ, եպիսկոպոսներ եւ նման մարդիկ արածորեցին էլի մեր այս Սուրբ եկեղեցին։ Կարծում եք պետք է կաթողիկոսը զսպեր նրանց։ Իհարկե կարող է։ Իհարկե կարող է։ Հենց հիմա եթե ուզենա, նա նույնիսկ կարող է ազատել նման գործեն կերպի համար։ Նա ինչ գործ ունի, թե Հայաստանը տալիս են, եթե տալիս են, ինքը թող մասնագիծ լինի։ Եթե չեն տալի, կամ տալիս են, կամ չեն տալի, նա քրիստոնեությամբ ազբաղվում։ Ինչ գործ ունի քաղաքական գործերի հետ։ Շատ վատ է, շատ։ Հիմա դրությունը շատ վատ է անգել։ Իսկ վեհապար հայրապետը հետ գալիս է գյուղ։ Ինչու՞ չի գալիս։ Շատ էլ գալիս է, մենք հաճախակի հանդիպում ենք, զրուցում ենք։ Ինչ կա որ դրա մեջ։ Այ որ դուք օրինակ իրեն հանդիպեք Նիկոլ Փաշինյանի այս հնչեցրած հարցը իր մոտ կտակ թե ոչ։ Ոչ։ Ես իրավունք չունեմ։ Իրավունք չունեմ իմ տեսակետով։
որովհետև նա հայոց հայրապետն է, նման բան ես պետք է իմանամ, հաստատեմ, անպայման ականատես եմ, որ կարողանամ, ասենք, էդի պարզաբանել է, եթե ես կարող է ես ստից ասեմ, հա, գիտես ինչ, Կաթողիկոսը այդպես է, կամ երկրի ղեկավարը սխալ ասե, ճիշտ ասե, էդի դու չես կարող ասել, ես չեմ կարող ասել, ականատես մարդը կարող ասել, եւ պետական այդ բժշկական տերմիններով ստուգել։ Նիկոլ Փաշինյանի այս ստատուսների մասին ինչ կարծիք ունեք։ Ես իրան չեմ ընդունում, տղա ջան։ Բայց գիտեք ինչ էր ագրում Գիտեմ։ կաթողիկոսի հետ։ Այո, կաթողիկոսին շատ վարկաբեկում է, որը չի կարելի իրան երբեք չի վերաբերվում։ Այդ միջեկեղեցիական հարաբերություններին խառնվի, չի կարելի։ Դա մեր սրբությունն է։ Եղավ։ Ինչու է ըստ ձեզ նման հարց առաջ քաշում կաթողիկոսը երեխա ունի թե ոչ։ Նա չունի երեխա, դրանք սաղ սուտ տեղեկություններ են։ Սուտա, նման բան չկա։ Եթե լիներ օրերից մի օր գյուղում գոնե երևար այդ երեխան, ինքը ազատ գալիս է գյուղում, անա գալի նստում է, այստեղ սպասում է իր մեքենային, չունի ոչ մի պրոբլեմ, ոչ մեկն էլ չի հավատում, ինքը շատ մաքուր ազնիվ մարդ է։ Այդ դեպքում ինչու չի ասում, չէ, չունեմ, որ այդքան այդ հարցը տալիս են։ Այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Ըստ ձեզ ինչի կհանգեցնի Նիկոլ Փաշինյանի այս ստատուսները։ Չեմ կարող ասել։ Ես չեմ զբաղվում ճիշտն ասած այդ միջազգային հարաբերություններում բանում չէ, բայց որ գիտեմ գյուղի մարդ է, հարգված մարդ է, ավելնորդ են այդ բոլոր իր հետևից խոսակցությունները, նման բան չկա։ Հաճախակի է գալիս գյուղ։ Լինում է գյուղում, հա։ Շփվում է բնակիչների հետ։ Շփվում է, հա, շատ ժամանակ գալիս է, այստեղ նստում է, մինչև իր մեքենան գալիս է, շփվում է ժողովրդի հետ։ Ժողովուրդը գոհ են իրենից, չգիտեմ։ Թե որ ձեր համագյուղացին է, դրա համար Չէ, դա կապ չունի, եկեղեցին մեր սրբությունն է, տղա ջան։ Ինքն էլ որպես առաջնորդ, որպես եկեղեցու ոնց ասեմ։ Ինքը միայն գյուղի համար չի։ Բոլորն էլ իրան ընդունում են Սփյուռքում։ Չգիտեմ, իր մասին վատ բաներ միայն իրենից կարող է լսենք։ Չի կարելի։